Պարոն Բաբայան, անտիկոր հարթակը արդեն 4 ամիս է, ինչ գործունեություն է ծավալել, այս ընթացքում ինչ է կարել, խնդրեմ դա ներկայացնել եւ այսօրվա աշխատաժողովի նպատակը։ Ինչ են կարել մանրամասն կներկայացնենք այսօր հենց աշխատաժողովի ժամանակ ընդհանուր գծերով, իսկ այսօր աշխատաժողովի նպատակն է, որ մի հարթակում կարողանանք ամենատարբեր մասնագետների հետ խոսել են խնդիրների մասին, որոնք մեր համոզմամբ, մասնակիցների համոզմամբ կոռուպցիայի աղբյուրներն են, կոռուպցիան ծնելու այդ միջոցներն են, որովհետև գիտեք, տարածված բան կա, իշխանությունը ասում է, թե համակարգային կոռուպցիա չկա, մինչդեռ իշխանությունը հավանաբար նկատի ունի, օրինակ, որ եթե ենթադրաբար Պարեկին փող է տալիս, դրանից օրինակ Նիկոլ Փաշինյանը բաժին չունի։ Նախ չգիտենք այդպես է թե չէ, որտեղ նախինում էլ որ այդ ընդդումը կար, որ այս իմաստով կա համակարգային կոռուպցիա, դրա փաստագրումը չենք տեսել, բայց համակարգային կոռուպցիան շատ ավելի ծանր, շատ ավելի վտանգավոր տեմպերով հիմա գոյություն ունի, որի մասին մենք հենց աշխատաժողովի ժամանակ մանրամասն զեկուցողները որ հանդես կգան, դուք բոլորը կհամոզեք դրանով։ Ներկայացության նախարարը ասում է, որ չկա համակարգային կոռուպցիա, կան առանձին դրվագներ, այսպես դրվագային դեպքեր։ Արդարադատության նախարարն է իշխանության մաս է կազմում եւ հենց դրա մասին է խոսում, որ քարոզիչներից մեկը մասնարարպես արդարադատության նախարարը փորձում է թողնել տպավորություն, թե կոռուպցիան դա միայն կաշխատն է, օրինակ ինչ-որ մի պետական ծառայողի փող տալը եւ համակարգայինն էլ դրային է, որ այդ փողից բաժին ունի ընդհանրենք Նիկոլ Փաշինյանը։ Ես նորից եմ կրկնում, այդպիսի իրենց ներկայացրած կամ իրենց նկարագրած համակարգային կոռուպցիան, որ չկա, չենք կարող այդպես վստահորեն պնդել, բայց չենք էլ կարող պնդել, որ այդ իմնաշացը իրենց պատկերացրած մակարդակում գոյություն ունի, բայց նույն կերպ նախկինում էլ երբևէ հնարավոր չի եղել այդ ասածները պնդել եւ հաստատել։ Պարոն Բաբայան, պարգևավճարները միլիոնների հասնող, որոնց տրվեցին падգամավորներին եւ պետական ապարատի այլ աշխատակիցներին, իշխանության տարբեր ներկայացուցիչներ պարզաբանում են, որ սա հենց կոռուպցիոն երևույթները նվազեցնելու նպատակ ունեն, որպեսզի պետական պաշտոնյան կոռուպցիոն ռիսկի չգնա, գումար չվերցնի, որովհետեւ աշխատավարձը բարձր է։ Այս տրամաբանության մեջ արդյոք տեղավորվում է իշխանության հայտարարությունը։ Մենք այսօր աշխատաժողովի ժամանակ երկու բանախոս առնվազն ունենք, որ խոսելու է հենց այդ հանգամանքի մասին, պարգևավճարների կոռուպցիոն բնույթի կրելու եւ այլն։ Դրա համար առաջարկում առաջ չընկնենք, այսօր կլսենք իրենք մանրամասն, դուք իդեպ իրենց էլ հարցեր տալու հնարավորություն կունենաք ըստ թեմաների, թե ժողովի ժամանակ եւ թե այստեղ մի քիչ ժամանակ, այնպես որ բոլոր հարցերի պատասխանները կստանան։ Ես չեմ ուզում աշխատաժողովից առաջ բացել աշխատաժողովի թեմաները եւ ինքս բոլոր զեկուցողների փոխարեն ինչ-որ բաներից լսել։ Եվ պարոն Բաբայան, Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարել էր, որ 2018-ից հակակոռուպցիոն պայքարը եղել է իրենց առաջնահերթություններից առաջնահերթությունը եւ հասնում են 0 մակարդակի։ Երբ կհասնենք այդ մակարդակի այս տեմպերով։ Դրանք քաղաքական համապատասխան հայտարարություններ են, որի մասին այսօր խոսելու ենք եւ տեսնենք, որ դա հերքում է։ Այսինքն դրանք ընդհանրապես քաղաքական հայտարարություններ են, որոնք գործնականում ամբողջությամբ հերքում են եւ կտեսնենք, թե ինչ կարգի համակարգային կոռուպցիա կա։ Եվ կտեսնենք, թե արդյոք իշխանության կողմից կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ է թե ոչ։